Ողջույն Հրազդան, ողջույն Կոտայք։ Սիրելի հայրենակիցներ, մոտենում է ընտրարշավի վերջին օրերը։ Այս ամբողջ ընտրարշավի ընթացքում մենք մեր բոլոր հասանելի միջոցներով փորձել ենք մեր հանրությանը երկու հիմնական ուղերձ փոխանցենք։ Առաջինը, թե որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ պետականության, հայ ժողովրդի և առհասարակ հայ մարդու համար։ Ներկայացրել ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները և երկրորդ կարևոր ուղերձը ներկայացրել ենք դրանք լուծման ճանապարհները և մեր տեսլականը։ Ժորժ ջան, իրավիճակը շատ պարզ է։ Այս չարիքի իշխանությունը, որը վերջին տարիներին մեր ժողովրդին բերել է միայն մահ, դժբախտություն և ողբերգություն, փորձում է երրորդ անգամ վերարտադրվել։ Սիրելի հայրենակիցներ, եթե սրանց առաջին ընտրության արդյունքում մենք կորցրեցինք Արցախի մի մասը, ունեցանք 5000 զոհ, երկրորդ ընտրության արդյունքում մենք կորցրեցինք Հայաստանից տարածքներ, 200-ից ավելի զոհ, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեզ ներկայացնում են նոր պահանջներ։ Ժողովուրդ, երրորդ անգամ վերընտրության դեպքում, վերարտադրության դեպքում տեղի է ունենալու հետևյալը։ Հետո որևէ մեկը չասի, չզգուշացրեցիք, չասեցիք, կոկորդներս չպատրեցինք, այն ինչ որ ասում ենք իրականություն է դառնալու։ Եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, Հայաստանից կտոր, անկլավների տեսքով, չգիտեմ ինչ անուններ կպցնելով, հայկական հողերը ասելով ադրբեջանական, նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին, մեր պետության կենսագործունեությունը դնելու է հարցականի տակ և հաջորդը մեզ կանգնացնելու է նոր տնտեսական, սոցիալական կոլապսի առջև։ Ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը իր վարած արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը ներքաշում է նոր ծանր արկածախնդրության մեջ։ Իրականում ինչ է եղել։ Եվրոպային մի բան է խոստացել, Միացյալ Նահանգներին մեկ այլ բան, Մոսկվային մի լրիվ ուրիշ բան, Ադրբեջանին ու Թուրքիայում ևս մի քանի բան, արդյունքում բոլորը հիմա սրանից պահանջում են կողմնորոշվի և հայտնի քո դիրքորոշումը։ Իսկ Հայաստանը այլևս այդքան ռեսուրս չունի բոլորի պահանջները բավարարելու համար։ Արդյունքում սա երկիրը քաշում է նոր տնտեսական աղետի։ Շատ հստակ հայտարարված է, որ Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից և սա այլևս հստակ դիրքորոշում է։ Հայաստանի նկատմամբ իրականացվում են ծանր պատժամիջոցներ։ Այսօր ինչ է հայտարարել այս խեղկատակը, որ վաղը կառավարության նիստում կհաստատվի մի նախագիծ, որով կսկսի սուբսիդավորել գյուղատնտեսական որոշ ապրանքներ։ Լավ, ինչի է այնց արեցիր, որ այսօր արգելվում է այս ապրանքների արտահանումը, հիմա էլ ասում ես կսուբսիդավորեմ։ Ում միջոցներով ես սուբսիդավորելու։ Հորդ տնից ես բերում այդ միջոցները։ Ձեր հաշվին փորձելու է սուբսիդավորի իր հերթական հիմարությունների համար։ Էլի կրկին դուք եք վճարելու, Ժորժ ջան։ Կամ ասում է ամսի 7-ից հետո կգնամ ԵԱՏՄ, այդ հարցերը կլուծեմ։ Լուծողայի լուծեիր։ Տեսել են քո լուծածը, լավա չգնաս, չբանակցես, քո բանակցելու արդյունքում էլի հանձնելու ես։ Նիկոլ Փաշինյանը 3 բան գիտի լավ անել. գործ տալ, գործ սարքել ու հանձնել։ Ժորժ ջան, իրավիճակը շատ պարզ է։ Այս սատանաների ոհմակը, ՔՊ-ն, Նիկոլի գլխավորությամբ սպառնալիք է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար։ Այս սպառնալիքը պետքա չեզոքացվի, այս սպառնալիքը պետքա վռնդվի,
այս սպառնալիքը պետքա հեռացվի հայ ժողովրդից։ Եվ դրա օրը հունիսի 7-ն է։ Հունիսի 7-ը պարզ ընտրության օր չի, դա Նիկոլին վռնդելու, պատմության աղբանոց նետելու օրն է։ Ուրեմն, հունիսի 7-ին համար, միասին, վստահ եք կարող ենք ու անելու ենք։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։